Մամ ջան, հաշ ես ուտում։ Չէ, ժամը 10-ին եմ արթնացել անան։ Բայց ինչ ես դες մեղավոր դեմքով նայում, լավ ես արել։ Ամբողջ կյանքդ Զարթնեցի այնից, գիտես ինչ, ժամը 5-ն էր, զարթնեցի նորից քնել եմ։ Ոնց որ հանցագործ եմ։ ամբողջ կյանքդ քանիս ուշ արթնանում։ երբ է զարթնե ամբողջ կյանքդ։ Հա։ 7-ին չէ՞ մամ միշտ։ 7-ին է զարթնե միշտ։ Նույն է կեսուրս էր մամ։ Հա, դե դրա համար էլ քանի որ 10-ին եմ արթնացել, զավտրիկ նարել, դե բան ուշ է արդեն, դրա համար մեկ անցքես նոր կուտեմ։ Հələ նայեք երեխեք մեր մոտ ինչ արև է, հրաշալի արև եկեք, զիզի քարին վեր եկ։ Մամ դու քո փեջը երեք վառեցիր։ Չէ, երեք չեմ վառ, առաջ օրը երկու օրը իրար վրա վառել եմ, որովհետև մինուս էր քշելը։ Հա։ Իսկ ցերեկը 3 աստիճան, 4 աստիճան։ Այսօր քայլել ես։ Արդեն հենց չեմ քայլել, հեսա գնամ։ Ես էլ եմ քայլելու մամ այսօր։ 8 աստիճան է այսօր։ Մալացեց։ Հիմա 8 աստիճան։ Բայց անձրև էին հաղորդել։ Լավ տաք է։ Հա։ Հա, շատ։ Վայ հելնեմ ես հագնեմ, նակալինիկս հագնեմ մամ ջան։ Հացկել նոր դու։ Հաց ուտեմ նոր, հա։ Բայց ջանետին ցարկածից շատ հաճելի ճաշ է։ Գիտեմ, բայց ես արդեն քո սարկած չիբուրեկի, չիբաքսարի, չիբրունյոնն եմ դրել, որ տակածնեմ ուտեմ։ Ամեն ինչն է քո սարկածն է, քո սարկած այդ բանն եմ դրել տակածնեմ, սալաթով ուտեմ։ Հա։ Սերժն էլ իր ճաշերի։ Ակլաուդի մեջ անա այդ։ Դրանց է հիմա ակլաուդի մեջ է եփում մամ ջան, ակլաուդիկի։ Նինջա է, կարատեիստ նինջա է մամ ջան։ Լավ հաջողություն քեզ։ Հաջող մեռնեմ արևիտ, հաջող քեզ եմ։ Ապրես ցավդ տանեմ։ Դեռ կհանդիպենք սաճիկ։ Կուկու, բարի սիրելիներս։ Հուսով եմ, որ լավ եք, ձեր անահիտ այսօր առավոտյան դուրս եկավ շատ շտապ։ Եվ հիմա որոշեց Արմագեդոնը մի հատ դասավորի, գիտեք ինչ է, ասեմ ձեզ, Արմագեդոն չեմ կարող ասել, բայց բավականին փոշի է։ Հիմա ես ես ցույց կտամ եւ ես հասկանում եմ ամեն անգամ, երբ որ նայում եմ այս կողմը, պատճառը մարդիկ ինքը չեն դնում վառարան, փայտի վառարան, որովհետեւ փոշի է, որովհետեւ պիտի անընդհատ մաքր, բայց ասեմ ձեզ սիրելիներս, ուշադրություն մի դարձրեք այդ փոշու վրա, որովհետեւ դա իր հաճույքն ունի եւ իր հետաքրքրությունն ունի եւ իր ջերմությունն ունի։ Այսօր ես դուրս եկա առավոտյան արագ գործով եւ հեսա նորից էլի ճաշ պատրաստեմ եւ նորից ճաշից հետո պիտի դուրս գամ։ Ուրեմն հիշում եք, որ այդ դուխիները բացելուց ես ձեզ ասի, «Վայ, ինչ լավ հոտ է, երեխեք ահավորը ոնց որ ադիկալոր լինի, հիմա նոր եմ զգում, իմ դուխուց լավ դուխի չկա, վրեն Անահիս արեցի, բայց խառնվել այդեր ահավոր հոտ է»։ Հիմա ես իմ տան լույսերը վառեմ, որպեսզի առավոտյան իմ լույսս իմ տան լույսերի մեջ լինի եւ ավելի տոնական ամբիանս մթնոլորտ։ Ինչպես տեսակ իմ լուքն այսօր ամբողջությամբ շագանակագույն է, այս բլուզը հիշում եք, սա այս կիսաշրջազգեստի անցյալ տարվանից է, ես չեմ սիրում, որ իմ ձերքերի այս մոմենտը, հեսա պիտի գիտեք ինչ անեմ, ստեղ մանժետներ կան, հեսա ստեղ կոճակ, հեսա տանեմ մամային տան, թող այս մանժետի արանքը ռեզին դնի, որպեսզի ես ես բարձրացնեմ, ես տենց եմ սիրում, մտքովս մաներ անցարել, ուրեմն մազերս արդեն մի քիչ սկսել է երկարել, շատ էի կտրել, ասեմ դες, մի քիչ շատ էի չապն անցել, որ բանը, ասենք ֆորմայի մեջ չի լինում, բուսում եմ, և տենց ավելի լավ անում կոկիկ։ Հիմա ես ես ցույց տամ տեսեք ինչ է կատարվում վառարանի առաջ, որ ամուսինս առավոտյան Սերժը ձեր Սիրոժան վառել է։ Հիմա ես այն բերեմ մաքրեմ, լվանամ միանգամից, մի հատ հատակը լվանամ, դե բնականաբար այստեղ ոչ մի բան չկա, վառարանը պիտի կեղտոտվի, դա էդ էլ ուզում ասի առավոտյան երեխեք ջան, վառարանը պետք է կեղտոտվի։ Հիմա ես ահավոր ջղայնացած եմ իմ վրա, որովհետև ինչ ասեմ, ինձ բաց եմ թողել և ուտում եմ միայն կանաչ սալատ, այդպես բաներ։ Ես պիտում գիտեմ, որ դա ճիշտ չի, ճիշտը նա է, որ պիտի լավ սնվես, ճիշտ սնվես։ Հիմա ես հանել եմ հավ
Եվ հավը պիտի խաշեմ, կեսը մամային եմ տալի, որտեղ ինքը չի սիրում շատ շատ խաշած, իսկ ես սիրում եմ շատ խաշած, որ սես լավ հիրահան ա լինում։ Հետո մեր համար, Սերժի համար կպատրաստեմ բրնձով փլավեցել բուլյոնի վրա, կամ կարտոֆիլ, ինքը կարտոֆիլ ա սիրում, երևի կարտոֆիլ կանեմ, իսկ իմ համար կպատրաստեմ վինեգրետ, միայն ասենք բազուկ, կարմիր լոբի, սոխ, մաղադանոց։ Ու դրանով ավարտվի մի քիչ լիմոն կանեմ, որ շատ ձեթային մոմենտ չլսնեմ, մի քիչ լիմոն կանեմ եւ մի քիչ է ձեթ, այսինքն գրի պիտի հաշվեմ։ Ու այսօր ճաշից հետո նախքան գնալ պոչտա, ուզում եմ մի հատ գնամ քայլեմ, թեկուզ անձրև ձյուն լինի, պիտի քայլեմ։ Եվ իմ քաշս պետք է ես 3 կիլո իջացնեմ, ես հիմա շատ հետ կասեք անայ, երեխեք ամեն մարդ իր քաշը զգում է։ Ես իմ քաշը զգում եմ, ես բոյով եմ եւ չի երևում իմ վրա։ Շորերիս վրա չի երևում, բայց ինքս ինձ կոմֆորտ չեմ զգում, հասկանում եք ինչ եմ ասում։ Հասկանում եք ջիգերուտ եմ նայել էդի։ Ահա։ Այս էլ ձեր Անահիտը իր լուկը։ Մի հատ ես այսօր առավոտյան տեսա, որ դրան դիմացի են տերևները հավաքվել են, այդ տերևներն էլ գնամ մի հատ հավաքեմ, անցնեմ հիմա հավին, ես մի հատ հավը հանեմ, գնանք միասին խոհանոց, մամային կտրեմ, ես չեմ կարող կտրել, որովհետև ձեռքս ցավում է, տապորում եմ իհարկե, չինական, ճապոնական տապոր, տապորով կջարդեմ աջ ձեռքով, ոչինչ, կտանեմ կեսը կտամ իրան ու ես կեսը կդնեմ կխաշվի, հիմա մտածում եմ, գնամ սկզբից մի քիչ քայլեմ, թե հետո քայլեմ։ Երեխեք հիշում եք, ես մի վայրկյան սենց ցույց տամ։ Ժողովուրդ ջան, հիշում եք, ձեզ ասեցի, որ ես բեսոնից ականջը օղեր էի գնել։ Նայեք, տեսեք ինչքան լավն են։ Այս տիպի օղեր, այս օղերը ես գնեցի, մի քանիսն եմ գնել, ցույց կտամ ձեզ։ Այս օղերը գնեցի, ինչքան էր, 6 քանիս էր, ինչքան էր, պատկերացեք վրան 25%, բայց այնքան գեղեցիկ է, այնքան գիտեք, ամեն գույնը կա, ես ուզում եմ այս գույներն շագանակագույն են, նորը տեսակ, որ մամայի հետ գնում ենք, այդ շագանակագույնն էի դրել, բայց այսօր որոշեցի սա դնել։ Եվ ուրախ եմ, որ ականջներս վերջապես կարողանում եմ ականջող դնել, որովհետև ահավոր էր, այդ Ֆրանսիայում նորից հենց այդ անցքի վրա արեցին եւ պրոթեզը ոսկի վերցրեցի, դրա համար էլ դա ավելի հեշտ էր։ Ուրեմն ասեմ ձեզ սիրելիներս, առիթից օգտվում եմ, մի վայրկյան, առիթից օգտվում եմ եւ ուզում եմ բարի գալուստ ասել բոլոր մեր լավ հետևորդներին։ Մեր ալիքին ավելանում է եւ ավելանում եւ դրա համար ես շատ զգացված եմ եւ շնորհակալ եմ սիրելիներս։ Շատերդ հարց եք տալիս, կարող եք մենք նոր հետևորդուհի ենք եւ չգիտենք թե դուք ով եք։ Սիրելիներս, ես երկու բառով ուղղակի կասեմ, որ դժվար չի իմ համար եւս կրկնել, բայց գիտեմ, որ գնաք ամենաառաջին բլոգի մեջ ես բացատրում եմ ով եմ։ Ես Անահիտն եմ, 61 տարեկան եմ, ապրում եմ Ֆրանսիայում արդեն 32 տարի է եւ եկել եմ Ֆրանսիա, հայտնվել եմ Ֆրանսիայում, այս փոքրիկ գողտրիկ անկյունում, որպես սպորտսմենուհի պայմանագրով։ Խաղացել եմ մինչև 40 տարեկան, 29 տարեկանում հայտնվել եմ Ֆրանսիայի, 40 տարեկանում ավարտել եմ ամբողջությամբ իմ կարիերան։ Ամուսնացած եմ, ամուսինս ֆրանսիացի է, Սերժը, տեսնում եք երբեմն տենց խոսում, դա ստից բաներ ասում, կոմիկ է իմ ամուսինը, եւ ունեմ մի տղա։ Իմ տղայիս անունը Դավիթ է եւ ունեմ մի հարսիկ, այսինքն իրենք նշանված են Կարլան, ապրում են մեզանից 450 կիլոմետր հեռու։ Դավիթը սկզբից ուրիշ քաղաքում սովորեց, 5 տարի հետո եկավ, հետո ծանոթացան, ինչ որ է, ամեն մեկը գտնում է իր երջանկությունը։ Ունեմ մայրիկ, ունեմ 3 քույր, մի եղբայր, բոլորը եւ երեխաներ, քրոջ երեխաներ, եղբոր երեխաներ, բոլորն ապրում են Ֆրանսիայում։ Իմ մայրիկի մենք տունը կառուցել ենք արդեն համարյա 15 տարի է, 15-16, ամուսինս է կառուցել, ամուսինս շինարար է, մասնագիտությամբ ունեցել է ֆերմա, հետո անցավ շինարարության, սկեսուս ապրում են մոտիկ մեր կողմը, այսօր իրենք մեր հետ չեն, հայրս եւս մահացած է, Աստված իրենց հոգիները լուսավորի, կեսուս 10 տարի ես պահեցի իմ տանը, բերեցի իրանք իմ սկեսարս մի քիչ ուտ մահացավ, բայց կեսուրից մինչև վերջ, մինչև 97 տարեկան մենք պահեցինք ես։ Մայրս ապրում է այն մի կողմը, կեսուրս ապրում էր այս կողմը, այսինքն մենք նենց տունը պատրաստարկեցինք, կառուցեցինք, որ լինի այսենց էլ, որ ամեն անկյունում մայրս ցանկացավ ապրել այստեղ, այս գյուղում։
Իմ եղբայրը եւ իմ քույրերը շատ ցանկացան, որ մայրիկը գնար այնտեղ, որտեղ այնտեղ ավելի շատ են ժողովուրդը քան այստեղ, բայց մայրիկը նախընտրեց այստեղ, իսկ մայրիկիս ասածը մեր համար օրենք է։ Մենք հարգում ենք իմ մորս, սիրում ենք իմ մորս, որովհետեւ իմ մայրս եւ իմ հայրս իհարկե այստեղ չի, բայց իմ մայրս մեզ ինչ ասեմ, տվել են սեր եւ ես երեք իմ ընկերուներին պատմում եմ, որ իմ ծնողները իմ հիշողության մեջ մեզ վրա չեն ջղայնացել։ Այդտենց երեխա չկա, որ չարություն չանի։ Չնայած լավ սովորող ենք եղել, գերազանցին գսել, լավ, ինչ ասեմ, շատ խելոք ենք եղել, բայց նաև եղել ենք սպորտային, վազվզե, խաղացել ենք, հնարավոր չի, որ վեճեր չլներ, բայց իմ ծնողները, մեր ծնողները մեր վրա չեն ջղայնացել ամեն հիմար բաների համար, որովհետև դա ըստ իրենց եւ շատ ճիշտ են, դա կոտրում է երեխայի ինքնավստահությունը իր վրա։ Այդպիսի բաներ սիրելիներս, ինչ պատմեմ, ես 40 տարեկանից հետո արդեն անցել եմ լրիվ ուրիշ աշխատանքի, աշխատում եմ ֆրանսիական մոդայի տանը, իմ հագուստը ոտից գլուխ, դա ամբողջը իմ հավաքածուն է, դուք տեսնում եք անընդմեջ ես փոխվում եմ, դա ամբողջը իմ հավաքածուն է, 24 տարի աշխատում եմ այս սոցիետեում, եւ ես շատ հպարտ եմ, ես փոխում եմ մարդկանց լուկը, օգնում եմ իրենց իհարկե, եթե իրենք ցանկանում են, որտեղ ես տանել չեմ կարողանում այն մարդկանց մեծամիտ, ովքեր խորհուրդ են տալիս, բայց դիմացին իրանից խորհուրդ չի հարցրի։ Այսինքն, երբ որ մարդը զանգում, ինձ ասում Անահիտ, կարող են գալ 2 հոգի ենք, ուզում ենք մեր լուկը փոխես, ուզում ենք մեզ ասես, թե մեր մորֆոլոգիան ինչ է մեզ ասում, ինչ պետք է հագնենք։ Ես Աստված չեմ, ոչ էլ ամենակարող եմ։ Ուղղակի ինչքան կարողանում եմ, այնքանով օգնում եմ։ Եթե մարդը ինձ դիմել է, ես ամեն ինչ անում եմ, էներգիան տալիս եմ իրենց։ Ես նեգատիվ մարդկանց չեմ սիրում եւ չեմ թողնում, որ մտնեն մեր թիմ միայն եւ միայն դրական։ Այսօր կյանքը այնքան արդեն նեգատիվ է, այնքան տխուր է, եթե մի քիչ խորը մտածենք, սիրելիներս, կզգաք, որ արդեն կյանքը տխուր է, ինչու տխրենք։ Եկա խոհանոց, որպեսզի շարունակեմ, որտեղ ամեն գործ պետք է անեմ։ Դրա համար իմ լավ հետևորդուհիներ եւ հետևորդներ ջան, բարի գալուստ Անահիտ բլոգ, բարի գալուստ Անահիտ ընտանիք, բարի գալուստ Անահիտի կոնտենտ, որտեղ կա ամեն ինչ եւ ոչինչ։ Այսինքն գիտեք ինչ, ամեն մարդ իր տուն չի ընդունում հյուր։ Ամեն մարդ չի թողնում կնոջ ամենաինտիմ տեղը խոհանոցն է։ Ամեն մարդ չի ցանկանում, որ յուրաքանչյուր մարդ մտնի իր խոհանոց։ Եթե ես ձեզ ընդունում եմ, ուրեմն դուք իմ թիմից եք, իմ ընտանիքն եք YouTube-յան։ Իսկ նրանք, ովքեր պետք է մտնեն ուղղակիորեն ցույց տան, որ իրենք այստեղ են, կուկու, ես այստեղ եմ, եւ մի հատ հիմար ապուշ բան գրեն եւ մտածեն, որ իրենք ինքնահաստատվեցին, չարաչար սխալվում եք։ Անահիտը երիտասարդ ժամանակվանից եղել է սպորտսմեն, ունեցել եմ, ես շատ բարի եմ, շատ, անգամ դահլիճում ես երբեք տեխնիկականով դուրս չեմ եկել բասկետբոլից, որովհետև ես չեմ սիրել խփել սկզբից, բայց Աստված շաներ մեկը ինձ նիզաշտո տեղը, անտեղին տեղը խփեր, կամ ինչ որ մի հատ ուզենար մի հատ ցավ պատճառել, տապալվում էր ուղիղ տեղում, արդեն էր Անահիտը իրան կորցնում էր, չեն մտածում, որ կարող Անահիտը խաղադաշտից հեռացնել եւ ինքը չխաղա։ Եվ այդպիսի դեպքեր շատ ա եղել, կպատմեմ մի քանի դեպքեր։ Ինչ եմ ուզում ասել ձեզ սիրելիներս, նենց որ միայն եւ միայն դրական, ես ձեզ տալիս եմ դրական էներգիա եւ ցանկանում եմ ստանալ դրական էներգիա։ Էլի եմ ասում, երեք այս կյանքը արդեն գնալով գորշանում է։ Ինչի գորշացնենք, եթե կարող ենք դարձնել վարդագույն։ Տեսեք ինչ լավ բան արեցի։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ասել։ Ես իմ ալիքում նոր հետևորդներ ջան, ինչեր կտեսնեք։ Կտեսնեք խոհանոց, կտեսնեք ճաշատեսակներ ֆրանսիական որոշ, ես իմ ալիքը խոհանական չի։ Կտեսնեք չխկուդխկոց, կտեսնեք անմիջական Անահիտի ձեռքից կարող է ինչ-որ բան թռնի, բայց ոչինչ դա էլ է կյանք։ Կտեսնեք, որ այսինքն ես Անահիտը զարթնում կարի նախաճաշելա եւ սեղանը դեռ չի հավաքել։ Կտեսնեք, որ Անահիտը մոտիվացիա, որ մաքրում է, ես սիրում եմ ամեն ինչ, ես մինիմալիստ եմ, պիտի մոտ ամեն ինչը իր տեղը լինի, եւ կտեսնեք մոդա, կտեսնեք ինչ ասեմ, մայրիկի հետ զրույց, կտեսնեք որոշ բաներ, մեր գյուղը, մեր վիլաժը, հեսա շուտով ձեզ մի շատ գեղեցիկ ռեպորտաժ է սպասվում, եկեք չասեմ ինչ, կտեսնեք հիմնականում նրանք, ովքեր ապրում են շրջաններում, ռայոններում, գյուղերում, պատրաստվեք մի 6-7 օրից հետո ձեզ սպասում է մի հետաքրքիր փոքրիկ ռեպորտաժ մի գյուղատնտես կնոջ կյանքից։ Այնպես որ ես կաշխատեմ հաճախակի չեմ ասում, բայց գոնե ամիսը մեկ
մի ֆերման նկարեմ իրենց աշխատանքը, որպեսզի դուք գաղափար կազմեք, թե ինչպես են ապրում այստեղ եւ արդյոք իրենք թնթնգում են։ Եվ ցույց եմ տալիս ամեն ինչ, մաքրություն, ապարատուրա, նորություններ, որպեսզի դուք տեսնեք, սովորեք եւ այլն եւ այլն։ Հիմա ես մտածում եմ, արդյոք պետք է ես կարտոֆիլ խաշեմ, թե չէ, որովհետեւ ես գիտեմ, որ դե վինեգրետի մեջ եթե կարտոֆիլ չանեմ, ինձ թվում է լավ չի լինի։ Եկեք գիտեք ինչ անեմ։ Ես մի հատ գնամ մի քիչ կարտոֆիլ բերեմ, որտեղ շատ պետք չի եւ խաշեմ եթե ամանի մեջ։ Կարտոֆիլը եկեք ես։ Если чпакать, если легче. Это что-то мне не нравится. Գնաց, խաշվում է արդեն կարտոֆիլը, հիմա ես սա կտրատեմ, գնամ մի հատ իմ ճապոնական տապուրը բերեմ։ Հիմա, սիրելիներս, ես ես հավը հանեմ, հավը հիմա շատ հետ կհետաքրքրի։ Հավը 1 կիլո 900 գրամ է, Սերժին ասել ամենապուջուրը բերի, այն անգամ այնքան շատ էր բերել, կիլոն 8.90։ Որ իրաց գյուղական ֆերմայի հավը։ Այնպես որ երեխեք կան։ Ոչ մի ազոտ մազոտ քիչաշի է։ Այսինքն ոտնեն թեգի բաներին անում, թղթեր, ես վրայի թուղթներ հանեն։ Հիմա, գելով այսպես փաթաթում է, վզիկներ չեն բանարը փիտրել, մաման ասեց հանկարծ վիզի չտապես։ Ամենահամով տեղն է, ճիշտ ասում։ Արդե ուրիշ է, Ճապոնիա։ Հիմա մամային դնեմ առանձին, տանեմ իրան։ Արդյոք կարող եմ կտրել երեխեք։ Խասով տարանք։ Ես լյարդոք մող, ես կարաջիկ մամասա շատ սիրում։ Ոնց որ երեխեքն են, չէ, իրաց մամաներին տալիս, մամաներն են երեխեքին տալիս, ես էլ տես միշտ լավ ասել դեմ իջացնեն, լավ թիք են տալիս եմ բանում։ Երեխեք, շատ էիք հարցնում Աննայի ջան, այնքան հոգի հարազատ ա քո ակցենտը։ Այո, բնականաբար հարազատ կլինի, քանի որ ինչ ասեմ, իմ ծնողները տեղից են։ Հետո կլվանանք։ Էս տապուր չէ, էսի բան ա, սամուրա, այն որ կինոներ կան է, պատկերացնում եք երեխեք։ Էսի երևի մահճակալիս կողքը դնեմ քնելուց։ 4 կտոր եղավ կեսարը, 4 չէ, ավելի քիչ, շատ, 5 կտոր։ Չբար մեն մամայինն է կտրեմ տանեմ, կտրած վիճակում, մեղ կա ինքը։ Այս մամայի համար, մամայիս համար պրոբլեմ կա կտրել, մսի պասաժ անունեց ես աղկյանքը։ Տանեմ եսի մամային տա, ու գամ։ Գատը գալ, եկեք գնանք մամային է բարել, քանի որ դուք իմ ընտանիքն եք, գնացինք սիրելիներս։ Ահա, տեսնում եք, այս միջանցքն եմ բաժանում ինձ, բայց մաման ինքն իր տնտեսություն ունի, իր ամեն ինչը խոհանոցը եւ այլն, սա նոր հետևորդների համար։ Սաթիկ տոտիկ ջան, խնդրեմ մեռնեմ արևիդ, կիս ջարդել եմ սամուրայի բանով, տապորով։ Արա մեռնեմ արևիդ, արա, ոչմ կտրել եմ, քարաջիկներն եմ քեզ բերել են, վիզնել, գլուխնել եմ բերեմ, որ դու կտրես, նայես տենաս։ Խաշտամա արա քեզ, ես իմս խաշում եմ, որ տենց ուտեմ, մեկ էլ սալատ եմ անում, կարտոշկա եմ խաշում, մի հատ վինեգրետ եմ անում։ Գնաց իմամ ջան, բարի ախորժակ, վայ, շնորհակալ եմ քեզանից, որ դու կաս։ Մեռնեմ կյանքի, գնալու ես քայլես, ես հեսա հելնում եմ քայլելու։
Ես լողացել եմ։ Չէ, ճաշից հետո գնա դու։ Հա, լավասկ եմ գցե, գնամ տեսնեմ։ Հա, տեսնում եք ժողովուրդ ջան, իր անկախությունը, ասենք, մամ, թող ես գցեմ, էդ էր մնացել պակաս։ Այ դա է գաղտնիքը։ Երկարակեցության գաղտնիքը դա է, որ երբեք չհանձնվեք։ Ինչքան ձեր ոտքերը, ուժը, ձեր գլուխը, ձեր ձեռքերն աշխատում է, թամբալություն չանեք երեխեք ջան։ Դա էլ է կոչում սպորտ։ Ահա սիրելիներս, տերմոմիքսը պտտվում է, հիմա ես այն, տեսեք, ուրեմն, լցրեցի հավը, լավրովի, սև հատիկավոր պղպեղ, փակում եմ, մի հատ էս կողքերը ջուր եմ արել, քանի որ այն ջրի տակներ, դնում եմ հավի պրոգրամի վրա, սրա վրա կարտոֆիլն է կարող է անել, բայց ոչինչ, թող կարտոֆիլը ինքը եփի, ես արդեն հեսա նայեմ տեսնեմ, եփել է կարտոֆիլս եւ դնում եմ մի քիչ բարձի վրա, որպեսզի արագ եփի։ Նայում ենք տեսնեմ, եթե կարտոֆիլը եփած չի, ես 25 րոպե դրեցի, նորից եմ փակում, չէ, մի քիչ էլ կարիք ունի։ Չնայած ես սիրում եմ շատ եփվել, բայց ամուսինս չի սիրում։ Մեկ։ Մի 10 րոպե ավելացնենք։ Ահա սիրելիներս, կարտոֆիլը հիմա հանեմ, թող այսպես հանում դնում ենք որ սարի, սա գնում է մեքենայի մեջ, որ լվանա, սա եւ կարմիր հատիկավոր լոբին էլ ջրի տակ անցկացրեցի, ահա, սա մեզ ինչ է պետք, գնամ կարմիր սոխել բերեմ, թողնեմ մի քիչ սարչի եւ անցնեմ գործին։ Ես այսօր մեսաժ էի ստացել, որ մի քանի շորեր ստանալու եմ։ Ես ինչ կա, ստեղ գցեմ մեջքիս գնամ։ Ժողովուրդ, ես ինչ։ Մենակ տեսեք, ամբողջ տերևներն եկեք ուղիղ դրան դեմ։ Նա բերեմ ես կարիդորն է միջանցքն է լվանում ցեխա։ Անդրեվա գալիս։ Մեսաժ է ստացել, որ ես նվերների ես ստացել եմ, հələ գնամ տեսնեմ։ Որտեղ ես զարմացա, ինքը բավականին մեծ մասսա է,
Հնարավոր չի պոչտայի մեջ դնեն, պոչտալյոնն էլ չկա, մի գուցե ժամը 2-ին գա, իզուր էլ դուրս եկամ, բրսեցի, բայց էլ մի հատ նայք էլի դրան դեմը, մի հատ նայք դիմացը, լավ դուրս եմ եկել, երեխեք եկեք մի հատ սեղմ ավլեմ, ես մի հատ ավլեմ այստեղ, անգամ, որ ներս ես գալիս, հետո բերում ես ես վերևները, ոտաբոդիկ նասկի չեմ այքել, բայց ոչինչ։ Հետև ես իշքան եմ եկել լծվել, Ես որ ապրում էի, երեխեք, ես երրորդ մասում եմ ապրել, մեր բակից սեփական տներն էր երևում ու առավոտյան որ արտանում էին, տենց մաքրում էին իրանց այս տանդեմը, մենք էլ պատողանից նայում էինք բալկոնի, մեր բալկոնից, ես որ միշտ նայում էի, ասում էի, փոխերն եք իրանց, այնպես լավ կավլեի, բայց երնեք և ոչ երնեք, էլի, ասում էի, ես ոնց են ապրում սեփական տան մեջ, ամբողջ կյանքս չեմ սիրել և չեմ հասկացել այդ մոմենտը, որ սեփական տան մեջ ապրելը, բայց արի ուպես, Անահիտը եկավ միտեղ, որ միայն սեփական տներ էին, բայց սեփական տան լավ և վատ կողմերը գիտեք որն է, լավը որ բակ ունես, քո այգին է, բայց վատն էլ ենա, որ անընդհատ գործ կա, մանավանդ որ տունը մի քիչ մեծ ալին, մի քիչ էլի, ուղղակի մոտիվացնում եմ ձեզ էլի, վալա, գնացինք սիրելիներս, Դեն սիրելիներս եկեք ավարտեմ այսօրվա իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ գեղեցիկ օր, առողջություն ամենակարևորը, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և ինչպես միշտ ասում պակա, պակա